Հայաստանի արտաքին գործոս նախարարության մամուլոխոսնագը անդրադարձավ Թուրքիո կողմեն Հայաստանի հետ երկկողմ արևդուր իրականացնելու արգելքներու վերացման։ Կողջունենք Հայաստանի հետ երկկողմ արևդուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիո որոշումը, որը Հայաստանի եւ Թուրքիո հարաբերություններու ղեկավարման գործընթացի հերթական արդյունքն է։ Այդ որոշումը էական է երկու երկիրներու միջև արևդուրի եւ կորձարար շրջանակներու միջև գաբերու ընդլայնման, տարածաշրջանի մեջ տնտեսական գաբակցվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման Սանգուն է։ Ընդգծենք, որ սա կարևոր քայլ մնե երկու երկիրներու միջև լիարժեք եւ բնականon հարաբերություններու զարգացման ուղղությամբ, որը կգրնա իր դրամապանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերություններու հաստատման միջոցով ըսված է գրառման մեջ։ Թուրքիո արտաքին գործոս նախարարությունը հայտարարած էր, որ Հայաստանի հետ ուղիղ արևդրային հարաբերություններու մեկնարկի նախապատրաստական աշխատանքները ավարտած են 11 մայիսին։ Հայաստան ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգներու պատվիրակությունը քննարկելու թրիփ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներու ընթացքը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունեց պատվիրակությունը Հայաստանի կառավարության փոխանցմամբ անոնք քննարկած եւ համաձայնեցուցած են թրիփի իրականացման հետ կապված կորձառնական եւ իրավական բնույթի շարք հարցեր։ Գրիգորյան ընդգծած է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետեւողական իրագործման կարեւորությունը։ Հայաստանի փոխվարչապետը խոսած է նաեւ խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով դարաձաշրջանի մեջ բոլոր հաղորդակցություններու ապաշրջապակման անհրաժեշտությունը, ներուժը եւ հեռանկարները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գլխավորությամբ կառավարության մեջ կայացավ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության նվիրված քննարկում միջազգային շարքագործընկերներու մասնակցությամբ։ Քննարկված են խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման արդյունքով Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները։ Եվրոպական հանձնաժողովը հրաբարագեց վիզաներու ազատականացման գործողություններու ծրագիրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։ Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան հայտարարեց Հայաստան Եվրամիություն վիզաներու ազատականացման գործընթացի մեջ արձանագրված պատմական առաջընթացի մասին։ Ըստ նախարարին Հայաստանը արդեն ստացած է գործողություններու ծրագիրը եւ արձանագրած սպասած են բարձր արդյունքներ, որը դրական գնահատված է նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմեն։ Նպատակը մեկն է ապահովել Հայաստանի քաղաքացիներուն ազատ եւ արժանապատիվ դեղաշարժը դեպի Եվրոպա։ Չինաստան մեկնել են առաջ լրագրողներուն հետ զրույցին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ նախագահ Սի Ցինպինի հետ պիտի քննարկի Իրանի թեմ պատերազմը, սակայն բանակցություններու առանցքին պիտի լան արևդրային հարցերը։ Թրամփին հարց ուղղած են, թե արդյոք կարիք կա, որ Սի Ցինպին միջամտե Իրանի հարցով, կգարձեմ մենք անոնցմե Իրանի առումով օգնության կարիք չունենք։ Թրամփ ասաց է, որ Իրանի ծովային շրջափակումը շատ արդյունավետ եղած է, անգրկնած է, որ Իրանը գորիզային զենք չունենար։ Ամերիկայի նախագահը ավելցուցած է, որ Սի Ցինպինի հետ քննարկման գլխավոր թեման պիտի լա արևդուրը։ Հարցին արդյոք Ամերիկան պատրաստ է երկարաձգել ռուսական քարյուղի նկատմամբ պատժամիջոցներու մեղմացումները ուժանույթի ճգնաժամը զսպելու համար, Թրամփ պատասխանած է, որ պիտի ենեն ինչ անհրաժեշտ է, ան նաև նշած է, որ ինք եւ Չինաստանի նախագահը կսպասեն այդ հանդիպման։ Թրամփ շեշտած է, որ Սի Ցինպինի իր ընկերն է։ Թրամփին ուղեկցող պատվիրակության գազմին մեջ են տարբեր ոլորտներու ղեկավարներ, ինչպես Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուք, Tesla-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Էլոն Մասկ, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգ։ Թրամփի pedagogan այցելությունը Չինաստան պիտի տևի մինչև 15 մայիս։ Իրան բանակցություններու երկրորդ շրջանը Միացյալ Նահանգներուն հետ չսկսիր, եթե Վաշինգտոն չկատարի 5 պահանջ, այդ մասին հաղորդած է Ֆարս գործակալությունը։ Նշված պայմանները Միացյալ Նահանգներուն հետ բանակցություններու վստահության երաշխիքներն են։ Պատերազմի ավարտ բոլոր ճակատներու վրա, հատկապես Լիբանանի մեջ, հակաիրանյան պատժամիջոցներու վերացում, Իրանի միջոցներու ապասարեցում, ռազմական գործողություններու պատճառած վնասներու փոխհատուցում, Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Թեհրան կգարձե, որ առանց այս կետերու կորզնական իրականացման անկարելի պիտի լա նոր բանակցությունները սկսիլ, ըսված է հայտարարության մեջ։ Իրան 5 պահանջ ներկայացուցած է խաղաղության ամերիկյան 14 կետերը բաղկացած առաջարկին ի պատասխան։ Եվրամիության անդամ 27 երկիրներեն 14-ը խիստ քննադատության ենթարկած են Վենեդիգի Բիենալեին ռուսական դաղավարի բացումը, որը թեժ վեճեր առաջացուց Իտալիո մեջ։ Այս համապատկերի մեջ Բրյուսել գոչ ըրած է գասեցնել միջոցառման ուղղված նյութական գումարները։ Բրյուսելի մեջ Եվրոմիության երկիրներու մշակույթի նախարարներու թեժ քննարկման ժամանակ մասնակիցներու ջնշող մեծամասնություն դատապարտեց ռուսական դաղավարի աշխատանքին վերսկսիլը, ինչպես Euronews-ին հայտնած է, քանի մթիվանակետներ շատ մնախարարներ պաշտպանած
կոչրած են նաև Եվրոպայի հանձնաժողովի որոշումը սառեցնել Բիենալեի հիմնադրամին հատկացված 2 միլիոն եվրոյի տրամաշնորհը Ռուսաստանի մասնակցությունը թույլ տալուն համար։ Եվրոպայի հանձնաժողովը եւ Կիպրոսը կոչրած են գասեցնել Բիենալեի գումարները եւ այն ուղղորդել Ուկրաինայով վերագանքման։ Բիենալեի հիմնադրամը իր հերթին բնթած է, որ միջոցառումը պետք է մնա երկխոսության, բացության եւ ստեղծագործական ազատության վայր եւ հայտարարած է, որ չի գժնարարկիլել երկրի մասնակցությունը, որուն պաշտոնապես կընդունի Իտալիո Հանրապետությունը։ Վրաստանի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան Աշոտ Սմբատյան շնորհավորեց Շիոն III Վրաստանի ուղղափառ եկեղեցու 142-րդ կաթողիկոս պատրիարք ընտրվելուն, օծվելուն եւ քաղաքալության առիթով։ Այս մասին հայտնեն տեսփանադունեն։ Նորընտիր պատրիարք Շիոն 57 տարեկան է, 2017 թվականին կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հրամանակիրով Շիոն նշանակված է պատրիարքական քահի տեղակալ։ Վրաստանի 141-րդ կաթողիկոս պատրիարք Իլիա II վախճանեցավ 17 մարտին։ Ցեզիեդեր Անի Զեյթունցյանը